Սրբազան հայր դուք եւս այստեղ եք ներկայացել ձեր աջակցությունը հայտնելու բարեգործ Սամվել Կարապետյանին, ինչ սպասում ունեք այս ընթացքից։ Ես աջակցություն եմ հայտնում Սամվել Կարապետյանի միջոցով մեր ողջ ժողովրդին եւ մեր Սուրբ եկեղեցուն։ Ինչու, որովհետեւ պարզապես ինչ որ գործի շրջանակներում չի տեղի ունենում այս խուլիգանությունը, այլ մեր բարեգործին, մեր նվիրյալ հայորդուն ձերբակալել են նրա համար, որ համարձակվել է, ճակերտավոր ասած, խոսելու մեր արժեքների, մեր ինքնության, մեր եկեղեցու պաշտպանության դիրքերից։ Հետևաբար, յուրաքանչյուր մարդու այստեղ ներկա գտնվելը նախ ինքն իրեն պաշտպանությունը։ Ես այդպես եմ տեսնում, այդ աչքով եմ գնահատում։ Պաշտպանությունը մեր ինքնությանը, մեր արժեքներին, մեր գոյությանը։ Եվ առիթից օգտվելով ուզում եմ ասել, որ անցյալ տարի այս օրերին, երբ մենք կոչ էինք անում բոլոր գործարարներին, որ դուք ձեր տեղը ստանալու եք, իրականանում է այսօր, իրենց աչքի առջև։ Եվ դարձյալ առիթից օգտվելով նորից նայելով իրենց ուղիղ աչքերի մեջ ասում, ձեր ընկերը այսօր ձերբակալված է։ Ում սեղանից դուք հաց եք կերել, ում հետ քավոր սանիկություն եք արել, նստել եք մեծ խոսացել եք, փրթել եք, չգիտեմ ինչեր եք արել, երկիր եք շուռ տվել, երկիր եք կանգնացրել, ինչեր եք արել։ Ես ոչ մեկին չտեսա։ Ոչ մեկին։ Ինչ չափով էլ ուզում են լինեն իրենք։ Ես ասածներս էլ կարող են նեղացնել, բայց լավ է թող իրենք նեղանան, քան թե մեր երկիրը փոքրանա, վերջանա։ Հետևաբար սա նաև շատ ուղիղ պատգամ է։ Անցյալ տարվա իմ կրկնած բառացի ամեն բառը վերստին կրկնում եմ։ Դուք բոլորդ հերթով անցնելու եք այդ թրի տակով։ Եվ ձեզ չեն ներելու։ Այսօր էլ գիտեմ, որ անցնում են։ Այսօր էլ գիտեմ, որ զանազան, հարկային եւ այլն իրենց ընտանիքներում, իրենց գործերի վրա անօրինական հարձակումներ, հազար ու մի տեսակի, բայց դարձյալ լուռ են։ Ովքեր են այսօր հրապարակներում, դարձյալ են մարդիկ, ովքեր պայքարի մեջ են եղել, կռվել են, պայքարել են ինքնության, արժեքի, մեր պետության, մեր եկեղեցու, մեր ընդհանրապես գոյության համար։ Իհարկե ներողություն եմ խնդրում Սրբազան հայր, բայց պետք է մեջ բերեմ, նա այսպիսի տողերով է հա դիմել, ասում է կտրիչ։ Սրբազան ջան, հա։ Ներողություն եմ խնդրում, ասում է կտրիչ Ներսիսյան գնաց բաղվիչ պոռնկաբարո Սրբազանով, Արշակ Սրբազանով եւ նման նույն պոռնկաբարո բարերարով։ Դուք ինչպես կմեկնաբանեք այս բառամթերքը։ Ես կասեմ քո աչքի գերանը տես, ուրիշի աչքի շուղը մի փնտրի։ Բայց նա չկա իմ կյանքում, որ ես նրա մի հատ պատասխանեմ էլ։ Չարիքի հետ մենք ուղիղ չենք խոսում։ Չարիքը ընդհանրապես վերցնելու եւ իր տեղը դնելու մասին է։ Ասում եք կրկին ակտիվացել են, պետք է պասիվացնել եւ ընդմիշտ։ Թող սպասի ու անակնկալներին հավատա կյանքում, թե իր հետ ինչ է լինելու։ Բայց իր հետ չէ։ Մեր կյանքը միտված է մեր պետությունը վերականգնել, որի խոչընդոտը ինքն է։ Չարիքը։ Հիշեք, ես անընդհատ այսօր մարդիկ կրկնում են իմ ասածները։ Մի տարի շարունակ աղաղակել եմ ասում, ես չարիք ասա, չարիք, հիշեք, չարիք, չարի մարմնավորում։ Մարդիկ ինձ քաղաքական բան եւ այն ինչ-որ բաներ են ասում, չկա այդպիսի բան։ Սա չարիքը պետք է հեռացվի, վերջ։ Այսօր ազգային ժողովում Սրբազան ասում կաթողիկոսը պետք է խաղաղ հեռանա։ Ով է ընդհանրապես, որ դուք ինքը որ խոսում է, դուք ականջները փակեք ձեր։ Չկա ասում, այդ ձայնը խայտառակ մանիպուլացնող ձայնը, մտքեր թունավորող, մարդկանց կյանքերը աղտոտող, մարդկանց ստիպելով հայհոյանքներ տալու, ասենք փչացնող իրականություն է դա։ Կանխատեսում ունեք գործարարին կկալանավորեն։ Միգուցե կալանավորեն, միգուցե ոչ, բայց դա ինչով է մեզ կանգնացնում ինչ-որ բանի առջև։ Փաստը, հալածանքը պիտի այն մարդը, ովքեր ճշմարտության համար խոսում է դուրս է գալ, պետք է պատրաստ լինի նաև հալածանքի։
Եվ այդ հալածանքը վճարվում է հաղթանակով։ Ուրիշ ճամփա չկա։ Շնորհակալություն, ապրեք։